Ես ճիշտ ասած անհարմար եմ զգում անձնական բնույթի թեմաներ շոշափել, բայց քանի որ դուք ձեր ընտանիքը թույլ եք տալիս ձեր անձնական կյանքը, ընտանեկան կյանքը այսպես մեծ մասամբ սփռել եք հանրության առջև եւ քննարկման առարկա եք դարձնում, դրա համար ինձ թույլ եմ տալիս նաեւ որոշակիորեն այդպիսի հարց շոշափել, հատկապես վերջին իրադարձություններից հետո, երբ որ մոտ 1.5 ամիս առաջ ձեր կին Աննա Հակոբյանը հայտարարեց, որ բաժանվել է ձեզանից, դա շատ քննարկվեց, ես էլ ձեզ անկեղծ եմ ասում, լրիվ սրտան շնորհավորեցի, որովհետև կարծեցի գուցե դա երջանկության մի ձև է, դուք էլ ներսրտեցիք, սրտից դարդեր եղել։ Հիմա, երբ որ ու մարդիկ ի դեպ կոմենտներում գրում են, որ ասում են, սա թատրոն է, տեսնած այս զույգը ինչ է ասում, հիմա որտեղ է ֆռոսնում մեզ, երբ որ տեսանք, որ Աննա Հակոբյանը նախ ձեր կադրում է երևում, այսքան վերադարձել է կառավարական համառանոց, հետո ձեզ հետ շրջում է Գյումրիում, էլի մարդիկ նորից ձևակերպեցին այդ նույն հարցը, որ տեսեք, որ ասում ենք թատրոն է, ուրեմն թատրոն է, փաստորեն թատրոն է։ Հիմա եթե դուք ձեր նույնիսկ ընտանեկան դրաման եք կեղծում, բա մնացածին ոնց հավատա մարդիկ։ Ի վերջո դուք բաժանվել եք, թե վերամիավորվել եք Աննա Հակոբյանի հետ, ինչպես կմեկնաբանեք սա, դուք չդիմացաք առանց Աննայի, Աննա Հակոբյանը չդիմացավ առանց ձեզ, ժպտացիք, ռոմանտիկա կա մեջը, առանց ձեզ, առանց իշխանության ձեր իշխանության, առանց անվտանգության, առանց այն թանկարժեք Lexus-ի, որ իր համար էր գնվել, իդեպ որի ապօրինի փակցված պլյոնկաները իմ շնորհիվ հանվեցին վրայից, ինչը լավ է։ Ինչը վերամիավորեց ձեզ, եթե միավորել եք։ Անկեղծ եմ ասում, ես միայն ուրախ եմ, որ բոլոր սիրող սրտերը միավորվեն, նույնիսկ իրար ատող Այս ավարտում եմ երևից։ Նույնիսկ իրար ատող ընդդիմությունը թող միավորվի, օրինակ Միշիկենկո Քոչարյանեք մեռան իրար մի սուտելով, թող միավորվեն մի քիչ իրանց մոտ ռոմանտիկա առաջանա, բայց նույնիսկ դուք ձեր ընտանեկան հարցն եք փաստորեն կեղծում եւ մարդկանց, չգիտեմ, փոփոխության մեջ դնում։ Հիմա միավորվել եք, թեշեք միավորվել։ Շնորհավոր եմ նորից միավորման կապակցությամբ, թե ինչ անեմ։ Կարող նույնիսկ աշխատասան տալ, կոնյակ բանբաներ կան։ Իրական կյանքը շատ ավելի բարդ է, քան թատրոնը։ Եթե չգիտեք, համոզված եմ, եթե միջև չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում անպայման կհամոզվեք։ Երբ որ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ ես հաշտ եմ այդ որոշման հետ, եւ ես բնականաբար այդ տրամաբանությամբ նաեւ ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։